Պարոն Հովհաննիսյան, նման կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնվելու դեպքում ժողովրդավար երկրներում պաշտոնյաները հրաժարական են տալիս։ Դուք ինչպես եք շարունակում պաշտոնավարել եւ կառավարել պետության ֆինանսները։ Եվ բացի այդ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կառավարությունը փողի խնդրեմ չունի, բայց ունի փողն արդյունավետ կառավարելու խնդրեմ։ Այս մասով արդյոք հարցը լուծվել է, թե շարունակում ենք մնալ առաջին դասարանում եւ ինչ է անում այս ուղղության ընդհանրապես։ Ճիշտն ասած, ես չեմ համարում, որ ես կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, որովհետեւ ինչ որ մեկը որոշել է ինքը իրան գովազդի իմ ինչ որ մի բանի հաշվին։ Հիմա եթե ես հայտարարեմ, որ կամ ինչ որ մեկը ձեզ մեղադրի ինչ որ մի անհեթեթ բանի մեջ, դա ոչ չի նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ։ Եթե դատարանը կուսումնասիրի կամ որ համապատասխան մարմինները կուսումնասիրեն եւ կհամարեն, որ այդտեղ խնդիր կա, ապա բնականաբար կպատասխանենք, կներկայացնենք բոլոր հիմնավորումները եւ համապատասխան գործողություններ կհետևեն դրան, եթե պարզվի, որ ես կոռուպցիայի մեջ եմ ներգրավված, բայց ուղղակի հասարակ տրամաբանությունը հուշում է, որ քանի որ ես այդ ամբողջ պատմությունը տեղի է ունեցել իմ պաշտոնավարումից առաջ, երբ որ ես ընդհանրապես չէի պլանավորում որևէ պետական պաշտոն զբաղեցնել, արդեն ձեզ պատասխանեցի, այսինքն պարզաբանեցի այդ հարցը, թե երբ ինչ պայմաններում է այդ ամեն ինչը տեղի ունեցել, հետեւաբար սա ուղղակի մի քիչ զարմանալի է իմ համար։ Ինչ վերաբերվում է ֆինանսավորմանը, տեսեք, մեր բյուջեն պլանավորվում է դեֆիցիտով։ Օրինակ 2025 թվականի համար մենք պլանավորել ենք 5.5% դեֆիցիտ։ Օրինակ ինչու դուք բյուջեի պլանավորման ժամանակ հարց չեք տվել, թե ինչի է բյուջեն 5.5% դեֆիցիտով։ Կամ գայք ասեիք, այ որ այդ 5.5% դեֆիցիտով պլանավորել եք բյուջեն, դրա դիմաց պլանավորել եք այսպիսի ծախսեր։ Այդ ծախսերը ինչի եք անում։ Որովհետև այդ 5.5% դեֆիցիտի մի զգալի մասը օրինակ ուղղվում է մեր պաշտպանական ենթակառուցվածքների զարգացմանը։ Եվ ես որքանով հիշում եմ, այդ ժամանակաշրջանում բոլորը ոգևորությամբ եւ հիացմունքով խոսում էին նրա մասին, թե Հայաստանը ինչքան է մեծացրել իր պաշտպանության ուղղող ծախսերը։ Եվ ես կարծում եմ, որ դա արդարացված է այն առումով, որ մեր քաղաքացիները, բացի նրանից, որ իրականում այդ կարողությունները զարգանում են, մեր քաղաքացիները դրա հետևանքով ավելի անվտանգ են իրենց զգում։ Եվ կառավարությունը եւ ազգային ժողովը որոշել են, որ այդ ծախսը եւ այդ պարտքը ներգրավելը արժի նման բանի համար, որովհետեւ դա բերելու է երկարաժամկետ խաղաղության Հայաստանին։